Ես հենց նոր ընթերցեցի հայտարարությունը, սկզբունքորեն համաձայն եմ, ոչ մի անթերի բան չկա, այդպես որ ես միանգամից կփորձեմ առաջին տպավորությունս ասել։ Նախ եւ առաջ այս պահանջը պետք է ուղղվի ոչ թե հանրային հեռուստատեսությանը, այլ կառավարությանը։ Մենք իշխանությունից պետք է պահանջենք այն կարգավիճակը, որը փորձում ենք փոխել։ Այստեղ նշված չէ շատ էական մի բոլորին հայտնի, բայց իմ կարծիքով ժամանակ առ ժամանակ հիշեցնելու կարիք ունեցող մի հանգամանք։ Հանրային հեռուստատեսությունը կոչվում է հանրային նախ եւ առաջ այն պատճառով, որ գոյություն ունի հանրության արկերով։ Ոստի սա չի կարող լինել որևէ մեկի սեփականությունը, որևէ կուսակցության, դաշինքի, գոնե այն պատճառով, որ մենք ենք որպես ժողովուրդ հասարակություն ապահովում դրա գործունեությունը։ Ես շատ լավ ծանոթ եմ այս խնդրին, որովհետև կյանքիս 8.5 տարի գլխավորում է հեռուստաֆիլմերի Երևան ստուդիան եւ այդ 8.5 տարիներից 3-ը թե 4-ը նվիրված էր բառի բուն իմաստով երբեմն ֆիզիկական պայքարի գոյության համար հանրային հեռուստատեսության, այդ ժամանակ դա կոչվում էր ազգային, հետո հանրային հեռուստատեսություն, որը փորձում էր մեզ կլանել, փակել, դեպս որ ես գիտեմ այդ ներքին մեխանիզմները շատ լավ, ես կարծում եմ, որ որպես կարևորագույն իրավական հակազենք, հակամիջոց այդ մենաշնորհին պետք է օրենքի ուժով հանրային հեռուստատեսության ղեկավարությունը վերահսկողությունը փոխանցել ազգային ժողովին, որպեսզի ոչ թե կառավարությունը, այլ ազգային ժողովը, որը շատ ավելի լայն ներկայացություն ունի եւ ավելի հեշտ է վերահսկում շարքային քաղաքացիների կողմից ունենա վերահսկողությունը այս կառույցի վերաբերյալ։ Այսքան առաջ շնորհակալություն։